քաղաքական գործընթացները շատ բուրն ընթանում են։ Մանդատ վերցնել-չվերցնելու թեման մի քիչ արհեստական դրվեց շրջանառության մեջ, այդ մանդատը իրականում վզից կախված մի հատ մեծ քար է, որ անցնող տարիներին փորձել է օգտագործել։ Արդյոք դա կտևի ընդհանրապես ձեր կարծիքով այս ազգային ժողովը 5 տարի թե ավելի շուտ կզարգանա իրադարձություն։ Չեմ կարծում, որ 5 տարի տևելու է։ Չեմ կարծում, ամեն րոպե դա կարող է վերածվել նաև բուրն փողոցային պայքարի։ Իրականում քաղաքական պայքարի մեջ որևէ մեկը չի էլ բացում իր քարտերը։ Սա եմ անելու, սա եմ անելու։ Չէ, քարտերն ունեք գոնե։ Չբացված։ Այս ընտրությունները հանրային գիտակցության մեջ կեղծված ընտրություններ են, գողացված ընտրություններ են։ Ընդդիմությունը վերցնում է մանդատները զուգահեռ չբացառելով փողոցային պայքարը։ Միաժամանակ Փաշինյանը բաց տեքստով խոսում է այսպես կոչված անկլավների հարցը օրակարգում պահելու մասին։ Բարև ձեզ, Արկադի Գրիգորյանն եմ, կիզակետում այսօր ինչ սպասել մոտ ապագայում։ Արդյոք իրադարձություններն արագ կընթանանք, թե շարունակվի անցած 5 տարվա սցենարը։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Գեգամ Մանուկյան, բարի գալուստ կիզակետ։ Շնորհակալ եմ հրավերհամար։ Ես եմ շնորհակալ, որ այս փուլում ժամանակ եք գտել։ Իդեպ փուլի մասին, ամառ, պարոն Մանուկյան, տեսեք, լրագրողները, նաև վերլուծաբանները նկատում են, որ եթե չլինի Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող իրադարձությունները, մի պահ դրանք հիմա հանենք լրահոսից, իր շուրջ, այդ կապարակնքված հիմնարկների աշխատակիցների բողոքները, բարբերաբար, կարծես թե ոչինչ չի կատարվում երկրում։ Իրոք ամեն ինչ նորմալ, ինչ է կատարվում լավ այդ պարագայում, կամ ինչու ոչինչ չի կատարվում։ Չէ, քաղաքական բուրն է։ Հիմա այնպես չի, որ այդ ամեն ինչը պետք է արտահայտվի ինչ-որ բազմամարդ հանրահավաքում, բայց ինքը որպես այդպեսին քաղաքական գործընթացները շատ բուրն ընթանում են։ Բազմաշերտ է, սկսած ներքին կուսակցական կյանքից, վերջացրած պարզ քաղաքական հարաբերական աշխատանքը բնակչության հետ, քաղաքացիների հետ, համակիրների հետ, այն աջակիցների հետ, որոնք անցնող բոլոր տարիներին եղել են այս կամ այն քաղաքական ուժի կողքը ու նաև ընտրություններին ակտիվ մասնակցություն են ունեցել։ Ընդդիմությունն աշխատում է, այսինքն այս պահին աշխատում է, մենք դա չենք տեսնում ուղղակի, ճիշտ հասկացա դες։ Գիտեք, տեսնելը մի քիչ բան է, հարաբերական է, որովհետև այսպես ասեմ, նույն լրատվադաշտի հետ կապված լրատվադաշտը բնականաբար ամառային այս փուլում շատ ավելի կիսատ աշխատանքային վիճակի մեջ է եւ նաեւ դա արտացոլվում է հանրային լուսաբանման տիրույթում, բայց պարզ ես իմ օրինակով ասեմ, եթե ասեմ 1 օր հանգիստ եմ եղել կամ 1 օր արձակ եմ եղել, սուտ ասած կլինեմ, թերևս կիրակի կամ շաբաթ օրը բարձրանամ մեր հողամաս մամային օգնելու, ջուր եմ տալու։ Հազիվ ժամանակ տակ։ Շատ քննարկված հարց, պարոն Մանուկյան, հիմա չեմ ուզում նորից վիճակ արդեն ծամծմվեց, իհարկե իմաստ կա, բայց ամեն դեպքում մանդատները վերցրեցիք, բայց իշխանական ու նաև ինչու ոչ, հենց ընդդիմադիր, ձեզ ընտրող, ընդհանրապես ընդդիմադիր տրամադրված զանգվածից հարցը մեկ է հնչում է, օդում կախված ասում է, լավ, ասում եք լեգիտիմ չի իշխանությունը ձևավորվում, ազգային ժողովը, բա մանդատները վերցնում եք, որ ինչ անեք, մեկ, եւ որ ինչ անեք, գիտեք ոնց, նաեւ այն ռակուրսով, որ բա անցած 5 տարում այդ մանդատն ինչով օգնեց իշխանափոխության համար, դա է, չէ՞ թիվ մեկը մնում նպատակ, որ հիմա պետք է օգնի, այսինքն ինչ տարբերություն 21-26 թվականի ազգային ժողովի ու 26 եւ 30 ազգային ժողովի միջև։ Իրականում հարգելի Արկադի, այդ մանդատ վերցնել-չվերցնելու թեման մի քիչ արհեստական դրվեց շրջանառության մեջ, արհեստական դրվեց եւ հեղինակներն էլ, գիտեք, հեղինակների շրջանակը եւ հարցը, այսպես օրակարգ բերողների եւ օրակարգում միշտ թեժ պահողների շրջանակը այնպեսին է, որ օրինակ հիմա բոլորը Facebook-ում նստած ֆուտբոլ են, չէ՞ վերլուծում։ Կյանքում այդ բանը ինձ թույլ չեմ տա, իրականում այնպիսի մթնոլորտում ենք ապրում, որ ի տարբերություն տարիներ առաջվա շատ էլ ոչ ցանկություն, ոչ ներվ, ոչ էլ այսպես ասեմ հավես կա այդ ամեն ինչը, բայց ի տարբերություն շատ-շատերը ես օրինակ որևէ մի մարզիչի միջազգային մակարդակի, համաշխարհային մակարդակի ֆուտբոլի մարզիչի խորհուրդ չեմ տա
որտեղ չունեմ դրա մասնագիտացումը։ Եվ նաև խորհուրդ չեմ տա այն բոլոր մարդկանց մի հարցում, որի մեջ մասնակցություն չունեն։ Իսկ ամենահեշտ բանն է, տունը նստած ստատուս գրել վայ Գեգամ Մանուկյանը, չգիտեմ, լավ ելույթ ունեցավ, այդ հաջորդ օրը գնալ օրինակ որևէ երկիր հանգստանալ։ Եվ այդ առումով մի քիչ շատ արհեստական է այդ մանդատ վերցնելու։ Ես ակամա հիշում եմ 2021 թվականը։ Նույն թեման արտարդվեց, բայց երբ որ մի քանի ամիս հետո բուրն փողոցային պայքարեր, ծեծ, ջար, ձերբակալություններ, հարյուրավոր մարդկանց ձերբակալություններ, որևէ մեկ այլևս չհիշեց, բայց այն ժամանակ մենք այդ թեման արտարդում ենք, մանդատ կվերցնենք, չեք վերցնի։ Հիմա իրականում այս օրերին քիչ առաջ մինչև հաղորդումների ասում, այդ մանդատ վերցնել չվերցնելու հեղինակներից մեկը, որ ասած բանը զանգելա թե առաջին նիստի համար անցագիր կարանք իջացնեք թե չէ։ Հիմա այդ մանդատը շատ պարզունակ բանի վրա եմ ասում, բայց այդ մանդատը բան չի էլի, այսպես ասեմ, վերջին շրջանում շատ տարածված խոսք է, վերջին, այսինքն մոտ 30 տարին Նարոշիլովկա էլի, որ ձեռքդ ունենաս համարած, որ ամեն ինչ է։ Այդ մանդատը իրականում վզից կախած մի հատ մեծ քար է, որ անցնող տարիներին փորձել ես օգտագործել։ Ինչ վերաբերում է անցնող տարիներին, փորձել եք օգտագործել, շարունակեմ դες, ու չի հաջողվել հասնել գլխավոր նպատակին, այո, զուգահեռելով, հիմա ինչ պետք է անենք։ Այո, չի հաջողվել հասնել գլխավոր նպատակին, խոսքը վերաբերում է Նիկոլ Փաշինյանին ամբողջական իշխանազրկմանը, բայց պետք է նկատի ունենալ, հանուն ճշմարտության պետք է ասել, որ եթե այս ընտրություններում Նիկոլ Փաշինյանը 50% չկարողացավ հավաքել, նաև այդ 5 տարվա քաղաքական պայքարի արդյունք էր, այնպես չէր, որ ինքը ամեն ինչ արեց, որ այդ 50%-ից պակաս հավաքի։ Դա իրականում բուրն քաղաքական պայքարի արդյունք էր, որն արտահայտում էր մի օր ազգային ժողովի ամբիոնից, մի օր ազգային ժողովի դալիճում, մի օր ազգային ժողովի բակում կամ բակից դուրս դարպասների այն կողմը։ Այսինքն այն, որ պայմանական իմ օրինակով ասեմ, Գեգամ Մանուկյան ազգային ժողովի դալիճում նստել է 5 տարի, դա չի նշանակել, որ այդ 5 տարվա ընթացքում մենք եղել ենք շենքից դուրս, իսկ ազգային ժողովի այդ ամբողջ բակում, որտեղ կարող է հանգիստ զբոսնել, ամբողջ բակը ոստիկանական ուժերը պայթուցիկներով լցրել էին ուղղակի։ Այո, ինչ անել, որ 5 տարի հետո մենք նորից չհանդիպենք եւ զրուցենք նույն թեմա, այսինքն արդյոք դա կտևի ընդհանրապես ձեր կարծիքով այս ազգային ժողովը 5 տարի, թե ավելի շուտ կզարգանա իրադարձությունը։ Չեմ կարծում, որ 5 տարի տևելու է։ Չեմ կարծում եւ դեպքերը շատ բուն կարող են անակնկալ զարգացումներ ունենալ։ Այսպես ասեմ, իրականում մթնոլորտը ահավոր էլեկտրականացված է։ Դա միգուցե հանդարտության տպավորություն հիմա բոլորն ունեն, բայց հանրային գիտակցության մեջ այդ մթնոլորտը ահավոր էլեկտրականացված է, սկսած սոցիալական հարցերից, իրավական անարդարությունից, ընդհանրապես անարդարությունից եւ ամեն րոպե դա կարող է վերածվել նաեւ բուրն փողոցային պայքարի։ Տրիգերներ կան, թե դուք հիմա դա եք կոնկրետ տրիգերներ կան 1 2 3 4 որը կանդիդատ է։ Չեմ սիրում այդ բառը, զզում եմ այդ բառը։ Բառի հոմանիշը հայկական։ Չէ, ընդհանրապես գաղափարն է չեք սիրում։ Գաղափարը, որ եթե թեմա ինչ որ կայց, ինչ որ բան։ Հա, որտեվ ես բան է, էլի 3 առաջ օրը չեմ հայտնվել քաղաքական դաշտում եւ ներկայացնում եմ մի կուսակցություն, որի համար քաղաքական պայքարը բան չի, ինչ որ մի օրակարգ չի հայտնվեց ու վերջ, այդ թեմայով խոսենք, հետո մի քանի տարի լուր մնանք։ Այդպես Հայաստանի քաղաքական դաշտում կան, որ հայտնվում են ընտրության կամ որևէ իրադարձության շեմին ու դրանից հետո մի քանի տարի մոռացում։ Ձեր կուսակցության հենց անվան մեջ կա բանալին։ Դուք միակ կուսակցություն, որի անունը հեղափոխական է։ Իսկ դուք ինչպես եք տեսնում զարգացումները, հեղափոխական թե էվոլյուցիան ճանա, հեռացումը Փաշինյանի։ Նայեք, իրականում մի բան էլ ասեմ, որովհետև ինչու եմ ես հարցը տալի, որովհետև ձեր դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին եւ ուժեղ Հայաստանի ղեկավարությանը ընդհանրապես այդ երկուսին նաև չեն դիտարկում որպես հեղափոխական մարդիկ։ Եկեք ուրեմն ամբողջ հաղորդման տրամաբանությունը փոխենք ու եկեք ես ասեմ պատմել Դաշնակցության գործունեության, Դաշնակցության գաղափարախոսության եւ Դաշնակցության հեղափոխականության
ամբողջ բովանդակության։ Իրականում հեղափոխական դաշնակցությունը իր հեղափոխականությունը մեր ժողովրդի իրավունքների, մեր ժողովրդի ազատագրման եւ նաեւ ներհասարակական, այսպես ասեմ, կապանքներից հասարակության ազատագրման մեջ է որ պատկերացնում է։ Եվ հեղափոխականությունն ավելի նախ եւ առաջ մտքի այն հեղափոխությունն է, որը հասարակությանը ամբողջությամբ դնում է լրիվ այլ տրամաբանության մեջ։ Եվ եթե դաշնակցության ակունքներին հասնենք, իրականում դաշնակցությունը հրապարակիչ է, որպես հայ հեղափոխականների դաշնակցություն, որտեղ խնդիր էր դրված, որ ստրկացած, սեփական իրավունքների մասին չմտածող, ստրկության մեջ գտնվող տարբեր օտար երկրների ենթակայության տակ եղած իբրև հասարակություն ամբողջությամբ մտքի հեղափոխությամբ դուրս գա ազատագրական պայքարի։ Եվ այդ առումով, եթե դաշնակցության առաջին փուլը ազատագրական պայքարի դերակատարության ավելի շատ կենտրոնացած էր Արևմտյան Հայաստանի վրա, եւ կարելի է նույնիսկ այդ ժամանակվա համար անտրամաբանական, այսինքն երբ որ ժողովրդի ազատագրության մասին խոսում ես եւ գործում ես, քո գործելու դաշտը Արևմտյան Հայաստանն է, բայց Ռուսահայաստանը կամ Կովկասյան հայությունը կարծես դարձել էր այդ ազատագրության պայքարի ուղղակի մասնիկը, ոչ ավելին։ Բայց 1903-1905 թվականներին, երբ որ ցարական Ռուսաստանը Կովկասում հրահրեց հայ-ադրբեջանական բախումներ, դաշնակցությունը ինչպես պայքարը մղում էր Արևմտյան Հայաստանում, նույն է հեղափոխական տրամաբանությունը, տրամադրությունները արտնացրեց նաև Արևելյան Հայաստանը։ Լավ, պարոն, գանք մեր օրեր, ինչ եմ ասում, դուք վերջին 5-6 տարում, ինչ եմ ասում, վերջին 5 տարում։ Հարգելի Արկադի, դուք դրթեցիք։ Չէ, իրավիճակը նկարագրում եք հենց այդպիսին, որ Հայաստանում դուք դրթեցիք, որովհետև ձեզ ասեմ, այսինքն կա մի պարզունակ տրամաբանություն, որ հեղափոխական բառը, հեղափոխականը ավտոմատը ձեռքը կամ չգիտեմ, Մոսին հրացանը ձեռքը, ասենց ամեն քայլափոխում մարդկանց վրա խաղաղ հեղափոխություններ չեն լինում։ Լինում են։ Եվ վերջին 35 տարիներին Հայաստանում նման երկու առնվազն հեղափոխություն եղել է։ Ինչի եմ դա ասում, ես իզուր չասացի, բնականաբար ես որպես պատմաբան շատ լավ գիտեմ հեղափոխական բառը ինչ է նշանակում ձեր կուսակցության համար, բայց հենց ձեր կուսակցությունը նաև ձեր դաշինքը, ոչ միայն ձեր նույն այս նոր ընդդիմությունն էլ, ով որ հիմա մեծամաս, հա, առաջի տեղում են ընդդիմության ազգային ժողովում, ասում էին անընդհատ մեզ ժողովրդին 20 թվից հատկապես ասում են, որ գոյաբանական է, սպառնալիքը։ Այսինքն դա ենթադրում է, որ պետք է արձագանքնել համարժեք լինի, ոչ դասական։ Այ դա է ասում ես գալիք էս փուլում։ 1899 դաշնակցությունը երբ որ հիմնադրվել է, դաշնակցականները փոքրամասնություն են եղել, որևէ մեկը չի ընդունել։ Խոշոր բուրժուազիան չի ընդունել, վաշխառությունը չի ընդունել, հայ գյուղացու մեծամասնությունը չի ընդունել այդ գաղափարները, որովհետև իրենց համար դե հով լրված են, էլի, ասենք կոպիտ ձևակերպում տամ։ Տևական ժամանակ է պահանջել, որ հասարակական գիտակցությունը փոխվի, որ օրինակներով մարդիկ սկսեն այլ կերպ մտածել։ Հիմա նույն կերպ 1903 թվականին վանքապատկան գույքերի բռնագանձման ցարի որոշումը, այսպես ասեմ, համատարած չէր դրա դեմ ամբոստությունը, անգամ կղերականության մեջ, եւ պայքար, ջանք, զոհաբերություն պահանջվեց, որպեսզի դա դառնա համահայաստանյան ընդվզման մի ալիք, որը նաեւ որի արդյունքում ցարը նահանջեց այդ գաղափարից։ Հիմա նույնը այստեղ է, 19 թվականին, երբ որ դաշնակցությունը կազմակերպեց առաջին իշխանությունների դեմ առաջին հրապարակային հանրահավաքը, մեզ նայում էին իբրև տարօրինակ մարդիկ, ասում են ոչ մեկը չի գա, հո գիժ չեք, այսինքն Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը անծայրածիր է, սահմաններ չունի եւ այլն, բայց մի քանի հազար մարդ այդ օրը հրապարակում դեղին քարտ ցույցեց Նիկոլ Փաշինյանին։ Եվ իրականում այն բոլոր թեմաները վերջերս մայիս ամսին էր հիշատակե նորից բերեց հիշողությունը սոցիալական մեդիան, նայում ես այն բոլոր թեմաները, որի մասին խոսում ենք, անվտանգություն, Արցախ, արտաքին քաղաքականություն,
կոռուպցիա, անարդարություններ, իրավական անարդարություններ, այդ ամեն ինչը կանխած գալով էր, որ դաշնակցությունը այդ օրը հրապարակում էր։ Եվ այդ ժամանակ էլ էր դիտվում որպես փոքրամասնություն, բայց եկավ հասավ մի փուլ, որ ցավոք սրտի իրականություն դարձավ։ Ցավոք սրտի եմ ասում, որովհետև ավելի լավ է մենք սխալ դուրս գայինք, քան իրականությունը այդպեսին լիներ։ Եվ 20 թվականից հետո էր այս քաղաքական ամբողջ պայքարի ընթացքում եղել են տարբեր վերիվարումներ, եղել է աննախադեպ դիմադրական շարժում ոնց որ 22 թվականին, այսինքն 35 տարվա մեջ նման ծավալով, նման տարողությամբ, նման տևողությամբ փողոցային պայքար ուղղակի չէր եղել։ Պարոն նայեք, դե այդ պարագայում Սամվել Կարապետյանն ասում է ունենք գաղտնի պլան, ասում մեկ անգամ ենք փողոց դուրս գալու վերջնական, դուք նոր ասացիք, որ չեք կարծում 5 տարի կմնա ազգային ժողով, ուզում ասել չէ, ունեք նախանշված երկուսով միասին այդ ուժով նախանշված որևէ ճանապարհային քարտեզի պես մի բան, որ ասեն գնացիք ազգային ժողով, հիմա այսպես կանեք, հետո այնպես կանեք, փողոց դուրս ինչ որ բան, ինչպես եք անելու դա։ Եկեք պայմանավորենք էլի, ես զզվում եմ քաղաքագետ կոչվածներից, բոլոր միջազգայնագետ կոչվածներից, որոնք չունեն էլ կրթություն, չունեն էլ մասնագիտություն, դրա համար նստել դասախոսություն կարդալ այս քայլից հետո այս քայլը, իրականում քաղաքական պայքարի մեջ որևէ մեկը չի էլ բացում իր քարտերը։ Սա եմ անելու, սա եմ անելու։ Չէ, քարտերն ունեք գոնե։ Չբացված քարտերը։ Այսպես ասեմ, ինչ որ կոնսպիրատիվ բաներ չասեմ, բայց բնականաբար, երբ որ մտնում ես քաղաքական պայքարի մեջ, գիտես որ քաղաքական պայքարում դու գործելու ես տրամաբանական ինչ որ գործողություններով։ 24 թվականն էր սեփազան պայքարի ժամանակ մեր ուսանողական միության տղաների հետ Բաղրամյան փողոցում ասում են տղեկ 91 թվականի մարտ ամսին եմ առաջին անգամ այստեղ նստել նախագահականի դիմաց, այն ժամանակ Գերագույն խորհրդի նախագահություն էր, հասել են 24 թվական էլի Բաղրամյան փողոցում նստածություն։ Մարտն առանց պայքարի մեռած է, եւ դրա համար ամեն օր այդ պայքարը պետք է լինի։ Ինչպես պայքարը, լավ, ուզում հասկանալ, փողոցը այդքան հեշտ է հիմա կա, այդքան հեշտ է գեներացնել։ Չէ, նայեք, այդպես չի, այսինքն մեր հայրենակիցներին որևէ մեկը թող չթերագնահատի եւ մտավոր ունակությունները կասկածտակ չունի, այնպես չի որ այսպես ասպես վերջ, հելանք փողոց մի օրվա մեջ մարդիկ ելնում են։ Բնականաբար դա աշխատանք է, տևական աշխատանք է, կազմակերպական աշխատանք է։ Իսկ կազմակերպական աշխատանքի առումով պետք է հպարտությամբ ու նաև ցավով ասեմ, որ Հայաստանում անցնող բոլոր տարիների վկայել, որ կա մեկ կազմակերպական կառույց։ Դա Հայեղափոխական Դաշնակցության Հայաստանի կազմակերպությունը։ Կառույց եմ ասում, ոչ թե որ համակիրներ եւ այլն, այլ երբ որ դու գիտես Քաջարանի կապանից սկսած մինչև Տավուշ, մինչև Բերդ համայնք, մինչև Նոյեմբերյան բոլոր քո կուսակցական ընկերներին, բոլորի ներուժը, բոլորի կազմակերպական ունակությունները եւ այդ ամբողջը մշտական բաբախող սրտով մի հատ մեծ օրգանիզմ։ Մեխանիզմը ինչպես է պատկերացնում, պարոն, էլի չբացելով քարտերը, այսինքն ազգային ժողովում ինչ որ գործընթաց, որին կաջակցի փողոցը, թե փողոցի գործընթաց, որին կաջակցի ազգային ժողովը։ Ես դες խորհուրդ կտամ հետահայաց 21 թվականի ընտրություններից հետո, օրինակ Հայաստան Դաշինքի որևէ падգամավորի հետ, որ ունեցել է հարցազրույց։ Մի հատ վերանայեք այդ հարցազրույցը։ Եվ վստահաբար այս նույն տրամաբանություններ ոնց է կանելու 21 թվականի ընտրություններից հետո որևէ մեկը չէր պատկերացնում, որ մի քանի ամիս հետո ուղղակի Հայաստանը պայթելու է փողոցային պայքարով, որևէ մեկը չէր պատկերացնում։ Հա, բայց դրա այդ ժամանակ էլ որևէ մեկը Հայաստան Դաշինքից չէր ասում մի քանի ամիս հետո փողոցում տեսեք ինչ ենք անելու, բայց եղավ։ Լավ, այդ պարագայում հիմա ինչ որն է տարբերությունը այն ժամանակվա անդիմության ու հիմա իշխանության ու հիմա անդիմության ու իշխանության միջև։ Այն ժամանակվա իշխանությունը խորհրդարանում դիրքերի ուժեղություն ընդունություն։ Այն ժամանակվա իշխանությունը խորհրդարանում շատ ավելի զորեղ ներկայություն ուներ, քան հիմա։ Ընդհանրապես խորհրդարանում եւ ընդհանրապես ընկալման մեջ էլ հիմա անդիմությունն ավելի ուժեղ դիրքեր ունի, այսպես հարցը ձևակերպեմ, քան 21-20։ Չեմ ասի, որովհետեւ այսպես ասեմ, մի հատ սպասողական վիճակ կա։ Բայց կա մի էական տարբերություն։ Այս ընտրությունները
հանրային գիտակցության մեջ կեղծված ընտրություններ են, գողացված ընտրություններ են, որքան էլ իշխանությունը փորձի, բայց իշխանությունն էլ է նաև դրա մաս դառնում, երբ որ ապալեգիտիմացնում է ընտրությունները։ Ընդհանրապես քաղաքագիտության մեջ, տրամաբանության մեջ հուշում է, որ ընտրություններից հետո իշխանությունը փորձում է շատ ավելի հանդարտ կյանքով ապրել։ Բայց նավակը ամեն րոպե ճոճելու Փաշինյանական այս քաղաքականությունը, այսինքն լրիվ անտրամաբանական է դասական քաղաքականության մեջ։ Բայց նաև հասկանալի է ինչի, որովհետև Փաշինյանը լուրջ փակուղու առաջ է կանգնել, որովհետև ընտրություններից առաջ Ադրբեջանին իր տված խոստումները եւ ակնկալիքը, որ այդ խոստումները հնարավորինս կարճ ժամանակում կիրականացնի, չեն արդարացել։ Համեծամասնություն են չունի դրա նկատմամբ։ Պետք է հիշենք, որ այդ պատերազմի սպառնալիքը, որ Նիկոլ Փաշինյանն ուղղում էր սեփական ժողովրդին, ինչի հետ էր փոխկապակցում։ Դե կրկնում են ամեն օր Ադրբեջանից։ Հիկմետ Հաջիևյանը Սահմանադրական Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ սահմանադրական մեծամասնություն, եթե ԿՊ-ն չունեցավ, պատերազմ է լինելու։ Այսինքն քաջ գիտակցելով, որ տվել է խոստումներ, որոնք եթե չունի սահմանադրական մեծամասնություն, չի կարող իրականացնել։ Կարող ենք ենթադրել, օրինակ, որ կգնա այդ պարագայում իրենք էլ այսպես բավարարված չեն մեղմ ասած ընտրությունների արդյունքներից, դուք էլ համարում եք կեղծված են։ Կարող գնալ այլ զարգացումների, օրինակ արտահերթ ընտրությունների այ ուզածը ստանալու համար։ Չեմ սիրում կանխատեսումներ անել։ Բայց պարագայում ինչպես է սահմանությունը փոխելու մեխանիզմը։ Դրա համար էլ ասեմ փակուղը առաջ է կանգնած։ Ահա։ Իսկ փակուղին ամեն մեկ որ հայտնվում է փակուղում, շատ ավելի անզգույշ շարժումներ է անում, որոնք երբեմն կործանարար են լինում։ Ձեր ասած խոստումներով էլ ավարտենք, բայց սահմանադրության թեման Ադրբեջանը բաց պահում է, ամեն օրյա գրեթե ռեժիմով կրկնում են, որ չլինի, այո, որովհետև Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանին մեծ, այսպես ասեմ, ընտրակաշարքի միջոց է տվել, ամբողջ ընտրությունների նախընտրական փուլում Ադրբեջանի մեղմկեցվածքը, այսպես Հայաստանի նկատմամբ ինչ որ սիրո երբեմն խոստովանությունները պայմանական, ամբողջը միտված էր Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը, բայց չեղավ այնպիսի վերարտադրություն, նաև ընդդիմության պայքարի 5 տարվա պայքարի արդյունքում, որ Նիկոլ Փաշինյանը արդարացնի Ադրբեջանի ակնկալիքները։ Իսկ այդ ակնկալիքները չարդարացնելը վերելու է իշխանության շատ ավելի խելահեղ գործողությունների, որոնք չի բացառում եւ ամենանորոգությամբ հենց կործանարար լինելու իրենց համար։ Երկրի համար ոչ պատերազմ է, այդ իր ասած պատերազմը չի լինի։ Պատերազմով ես երբեք չեմ սպառնում։ Չէ, իր ասածը չի լինի, այն որ այնց ինչը որ Աստված մի արած։ Եվ վերջում հիշում եք օրերս վերջին բրիֆինգի ժամանակ հիշեց ադրբեջանական դրամներ, իհարկե դու մամուլ ասած որ չկա նման բան, դրամների վրա անկլավները, Արծվաշենը հատուկ ձևի է ներկված, բայց ինչի՞ պիտի մենք այդպես չանենք, մկրատով ոչ ենք վերցնի, մենք որ վերցնենք կտրենք, իրենք էլ կկտրեն, հետո ջերմուկը կկտրեն եւ այլ նման օրինակ բերել, այսինքն դրանով ասելով որ անկլավների հարցը այսպես կոչված միշտ օրակարգում է մնալու։ Սա արդյոք սա նշանակում է որ նա ինչ որ մեխանիզմով այս ամեն ինչը կյանքի է կոչելու ու դրա դեմ առնելու ձևը որն է, ինչպես է կանխելու։ Լուրջ չեմ պատասխանել դրան, ուղղակի մի անգամ տարիներ առաջ էր ազգային ժողովում հարց ու պատասխան լինելի ֆռոցնում էր ինչ որ բան, Միմինոյի օրինակը բերեցի, լսի, այս նման է, որ ասում է, «Էդի Ժիգուլի կռուցեցը» նույն իրավիճակում ինքն է, այսինքն քրոնիկ սուտասանի դեպքում այնքան եմ արտախճճում, որ ամեն օր ինչ նոր բան է բերում, ինքը Բերտ նստել է, լավ գիտի էլի, մուտիլոշիկ վիճակները, որ մի օր բռնվում են դրա վրա։ Այսինքն սա չի նշանակում, որ անգլավների հարցը առաջ է գալիս, այսպես կոչված, որ սահմանադրությունը անելու է դա նկատում։ Այս քանի տարի ի՞նչն էր մեր ահազանգը, դրա դեմ խոսելը, դրա դեմ պայքարելը։ Խոստումներից մեկն էլ դա է։ Խոստումներից մեկն էլ դա է, ոչ միայն սահմանադրությունը, այլ նաև տարածքային ընդդիմությունները։ Որը թաղուկ սրտի այսինքն Տիգրանաշենցիներինը չի, այդ հայ ժողովրդինն է, Հայաստանի Հանրապետության։ Բայց առաջ օգտվում մի բան ասեմ։ Գիտեք, իշխանությունը տարբեր ձևեր է լինում։ Դեմոկրատ, բռնատիրական եւ այլն, բայց
հայտնի են հայտնի բռնատերեր, որոնք հազարներով, տասնյակ հազարներով ձերբակալել են, գնդակարել, օրինակ Պինոչետ։ Բայց այսքան ատել սեփական ժողովրդին, այսինքն երբեք չես մեղադրի Պինոչետին, որ քաղաքացիական ազատությունները սահմանափակել է, ստադիոններում հազարների ձերբակալել է, հազարներին գնդակարել է, բայց քինախնդրություն սեփական ժողովրդի նկատմամբ։ Նայեք, այս ընտրությունների ամենամեծ սրիկայությունը, որը կա, այս երկու օրը Տիգրանաշեն գյուղի հետ կապված է նաև մեծ թեմա շրջանառում, որ տեսեք Տիգրանաշենում 90 քանի տոկոսով քվեարկել է Նիկոլ Փաշինյան։ Ընտրությունների առաջին օրը իշխանական քարոզչության մեքենա միանգամից դաշտ է նետում լուրը, որ Կիրանցում ԿՊ ջախջախիչ հաղթանակ է տարել։ Դաշտ է նետում, որ ներքին հանդում, որը օկուպացված է, որի մի կարևոր մասը Ադրբեջանի կողմից, ԿՊ ջախջախիչ հաղթանակ է տարել։ Հետո մեկ էլ երբ որ իրականությունը բացվում է, բոլոր տեղերը հատուկ զորամասերն են կցվել ընտրատեղամասերին եւ զորամասերով ապահովվել են ջախջախիչ մեծամասնություն, բայց դա դարձրել են քարոզչական զենք, որ ի վերջո այդ բոլոր հատվածները Կիրանցը, ներքին հանդը, Տիգրանաշենը Նիկոլ Փաշինյանի զիջումների, պարտությունների եւ ապագա զիջումների խորհրդանիշ կետերն են, որպեսզի ցույց տա, որ ինքը այս բնակավայրերում լայնածավալ աջակցություն ունի։ Այսինքն փչացնում է Կիրանցի բնակչին, ներքին հանդի բնակչին, Տիգրանաշենի բնակչին զորքը այնտեղ քվեարկել տալով սեփական անգործությունը, սեփական պարտությունները, սեփական զիջումները արդարացնելու համար։ Վերջինը ազգային ժողովի 5 տարին պայմանական կարճ հաղթեմ բաններ, հա, հիմնականը նարատիվը դուք Թալան չեք, դուք Դավաճան, դուք Թալան։ Հիմա Ռուբեն Ռուբինյանը բան ասում է, որ ասում են սպասում ենք եկեք եւ այլն, ասելու բան ունենք այ ընտրակ աշարատուներ։ Հիմա մենք ինչ ենք այնտեղ տեսնելու, ընտրակ կեղծարար, ընտրակ աշարատու, այս անգամ ինչ է դա, ինչ է լինելու եւ դրանից գործը շահելու է ձեր գործը ընդհանուր ինչի համար որ գնում եք։ Չէ, այդ իշխանական այդ նարատիվի մեջ շատ հաճախ մենք չենք էլ մտել, որովհետև դարձել է արդեն մաշված պլաստիկա են ասում, այսինքն նույն թեման, նույն թեզերը։ Վերաբերում ընտրակաշառքներին Սահմանադրական դատարան արձանագրել է, որ Հայաստանում ամենամեծ ընտրակաշառքը բաժանել է իշխանությունը։ Այս վերջի Սահմանադրական դատարանի որոշումը, որը բոլոր հարցազրույցներում դա ասում եմ, ցավոք սրտի, որպես լրատվության ոլորտի երկար տարիներ աշխատող, ցավոք սրտի մեր լրատվական դաշտն էլ այդ հեվքի մեջ նույնիսկ չփորձեց էլ անդրադառնալ։ Լավ, ի՞նչ է գրել Սահմանադրական դատարանը։ Բոլորը բավարարվեցին մեկ որոշման կետը հրապարակ։ Իսկ Սահմանադրական դատարանը գրել է, որ բոլոր սոցիալական ծրագրերը, որ իրականացրել է կառավարությունը նախընտրական շրջանում, դա պայմանական ընտրակաշառք է։ Գրել է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սխալ է արել, որ երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները չեղարկել է, դրանով ԲՀԿ-ին զրկել է խորհրդարան մտնելու հնարավորությունից։ Այնքան բաներ է գրել, բայց կարևորը վերջնականն է։ Չէ, այդ իրականում այսպես է, Սահմանադրական դատարանի որոշումները ինքը ամբողջության մեջ են շատ հատկանշական, որտեղ Սահմանադրական դատարանը այս ամեն ինչ արձանագրում եւ սա մնում է պատմության մեջ։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Հիշեցնեմ Կիզակետում այսօր ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Գեգամ Մանուկյաններ, Կիզակետի թողարկումներն ուշադրել տեսանյութ դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, կհանդիպենք